Ալիքի ինֆորմացիան գործընկեր Top News Info, այնտեղ շատ հետաքրքիր է։ Սա իմ երկրորդ ալիքն է, բաժանորդագրվեք, այնտեղ ես նկարահանում եմ սպորտային, զվարճալի և մոտիվացիոն վիդեոներ, ստադն անդես դուր կգա։ Չնայած որ հեռախոսները շատ փոփոխություններ են ունեցել 90-ական թվականներից, բայց դրա գոյությունն ունեն շատ միֆեր։ Ինչքան շատ է տեսախցիկի պիքսելն է, այդքան ավելի լավն է նկարի որակը։ Ինչքան ցածր է հեռախոսի լույսը, այդքան ավելի հաճելի աչքերի համար։ Ինչքան բարձր է լույսը, հեռախոսները կարողանում են լողալ։ Հո չհավատացիք, անցանք առաջ։ Համար 1. Հեռախոսը կարող է պայթյունի պատճառ դառնալ Գազպրոմում։ Բոլորս գիտենք, նա կարող է բացել մի փոքր կրակից, լուցկուց կամ էլեկտրաէներգիայից։ Հեռախոսը կարող է բոցակալվել, եթե նրա մարտկոցը փչացած է։ Ավելի շատ Գազպրոմում չի կարելի հեռախոսով զբաղվել, որպեսզի վթար չլինի։ Համար 2. Գիշերային զատկեն վնասում է հեռախոսը։ Այդ տեխնոլոգիան իզուր չեն որ անվանում են բջջային հեռախոս, որ թարգմանած նշանակում է խելացի հեռախոս։ Նրա մեջ կա հատուկ ծրագիր, որ ասում է երեք էներգիա ընդունես։ Մոտ 10 տարի առաջ երկգազատկեն դրած լիներ մարտկոցը կայրվեր, իսկ հիմա մենք կարող ենք դրա համար չանհանգստանալ։ Համար 3. Եթե ձեր հեռախոսը ջուրն է ընկել, ապա դրեք բրինձի մեջ։ Բրինձը չի վերցնում ամեն մի հեղուկից։ Որ բրինձի ներծծի ջուրը, նա պետք է կապնված լինի խոնավության հետ, որը կարող է կպնել հեռախոսի նուրբ և թույլ տեղերից։ Փորձերը ցույց են տալիս, որ բրինձը 48 ժամում կարող է հեղուկը ներծծել ընդամենը 13%-ով։ Նրան կպչելով հեռախոսի թույլ և նուրբ տեղերից, կարող է դառնալ սուշիի հեռախոսից, բայց խորհուրդ չեմ տալուրեք։ Համար 4. Ձեր հեռախոսը կարող է պատրաստել հավքիթ։ YouTube-ում մի հատ վիդեո տեսնելով մարդիկ զարմացած էին մնացել, որ երկու հեռախոս կարողանում են ռադիոալիքների միջոցով ձուն էփել, բայց ձեզ կդժգոհացնեմ, այդ ռադիոալիքները այնքան թույլ է, որ 7000 հեռախոս է լինի, նա դժվար թե էփվի։ Եթե ձեզ դուր եկավ այս վիդեոն կամ մի նոր գաղտնիք իմացաք մեզանից, ապա բաժանորդագրվեք, դրեք ձեր գեր, նաև բաժանորդագրվեք իմ երկրորդ ալիքին, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր է, սպորտային է և մոտիվացիոն։ Չմոռանաք ալիքի ինֆորմացիոն գործընկերն էլ բաժանորդագրվեք։